իմ կողմից որևիցի մեկի հասցեին, այդ թվում թաղապետի, ոչ մի վիրավորական խոսք եւ առհասարակ ոչ մի նշում թաղապետի հասցեին որևիցի խոսք չի եղել։ Բացի այդ, համացանցում վերջի ժամանակահատվածում դեպքի վերաբերյալ շարարկվել է այն, որ մենք ներկայացել ենք դա մանկապարտեզի աշխատանքները որպես ավարտված եւ այդ ինչ որ երեխեքներ են հաճախում մանկապարտեզ, հարգելի ժողովուրդ ջան, լրատվամիջոցներ ջան, ես որդեգրել եմ մի սկզբունք, որն այն է, որ ես երբևիցե սուտ չեմ խոսում, ներկայացնում եմ այն իրականությունը, որը կա, անհերքելի փաստերով։ Եվ հիմա կրկին պարոն Մանուկյանի հրապարակած տեսանյութից մի հատվածը միացնեմ, որում հստակ ես նշում եմ, որ այդ մանկապարտեզի աշխատանքները ընդունված չեն, բայց սակայն արդեն իսկ պետք է հանձնված լինեին։ Այսինքն մենք չենք ասել, որ այդ աշխատանքները ընդունված է եւ ներկայացնում ենք սխալ։ Այսինքն ինչպես կա, այդպես էլ ես ներկայացել եմ։ Եվ հիմա միացնեմ այդ տեսանյութի այդ հատվածը։ Աշխատանքները չավարտված գնում նկա, բայց հեսա բանալը չի կարողանում ավարտին հասցնել, որ մի հատ էլ չավարտած ենք նկարում։ Հենց հարցը դրանում է կայա։ Տեսեք, իմ գործողությունների մեջ ոչ մի զրպարտանք, վիրավորական ոչ մի խոսք չկա, ինչի արդիվ թաղապետը իրան թույլ է տվել, որ զանգահարի ինձ, միտումնավոր եւ սպառնացել, ինչի ձայնագրությունը իր զանգի հրապարակվել է այն բանի համար, քանի որ նա հերքել է, ասել է ես ոչ մի վիրավորանք չեմ տվել, հրապարակումը տեսանյութ ձայնագրումը դրա համար է եղել, որ իր սուտը ոչ մի ձև չկարողանան մանիպուլացնել, այսինքն որից հետո նա վերահաստատել է, որ զանգել է եւ վիրավորել է, մտածված է։ Հիմա թաղապետի հարցազրույցից մի հատվածը միացնում, որտեղ նա ասում է Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ժողովուրդ ջան, տեսեք, թաղապետը ըստ իր խոսքերի միտումնավոր է զանգել եւ ինձ սպառնացել։ Այն դեպքում, երբ որ ես որևիցե վիրավորանք չեմ արտահայտել։ Եվ հիմա ասեք, իմ կողմից սադրանքը այդտեղ ինչու՞ է կայանում, որ իրանց այս իշխանության թալանն ենք բացահայտում կոռուպցիան։ Այդ է եւ դրա համար տեսանյութով շատ པարզ հստակ երևում է, թե ինչպես եմ ես միայնակ բարձացել եմ վերև դուռը նորմալ ձևի ծեծել եմ, բացել եմ հանգիստ տոնով, խոսացել եմ առհասարակ կոչ եմ արել, որ նրանք հանգիստ տոնով խոսան, որը իրանք հենց ինձ վիրավորել են եւ հետեւից հարվածել են եւ խմբակային ինձ վրա հարձակվել են, այդ տեսանյութը բոլորս էլ տեսել են եւ դա անհերքելի է։ Այսինքն սա ակնհայտ անհերքելորեն ապացուցում այն մասին, որ այդ ամբողջ գործընթացքը եղել է միտումնավոր կազմակերպված։ Եվ հիմա խուլիգանության համար կարող եք ասել, քննիչները ասում են կոնկրետ ինչ եք արել եւ երբ եւ որտեղ եք արել։ Լսեք, ես ոչ մի խուլիգանական բան չեմ արել։ Ժամանակին չէ, իրենք ինչպես են պատճառաբանում։ Որ արարքն է հանդիսացել խուլիգանական։ Առայժմ ես չեմ ցուցմունք չեմ տվել, հարցաքննություն չի ելել։ Առայժմ այդ ամենի մասին քիչ անց կհայտնեմ։ Ձեզ համար սպասելի էր, որ ըստ էության որևիցե մեկը նկատի ունեմ պաշտոնանք չի լինելու, այդ թվում եւ թաղապետը, տեսեք, այս իրադարձություններին անդրադարձավ եւ Տիգրան Ավինյանը երեք նաեւ Նիկոլ Փաշինյանը մտածում էլ ԿՊԱ-ականներն ասում էին դատապարտում ենք, ընդհանրապես դա, բայց նաեւ ասում էին, որ դե պաշտոնյա է, որի նյարդերը եւս կարող են տեղի տալ, իսկ օրինակ հանրապետությունն էլ ասում էր, որ աշխարհաքաղաքական կենտրոններից է կողորտվել, իրենք էլ այդ ամեն ինչն են կանխել։ Պուտինն էր ասել, որ այդ ամենը անեիք։ Տեսեք, շատ լավ հարց եք տալի եւ վերջի ժամանակահատվածում շարարկվում էր, թե իբրև ես պարոն Մանուկյանը պահանջել ենք թաղապետի հրաժարականը։ Որովհետեւ մեկը չի կարող բերի այնպիսի հրապարակում կամ տեսանյութ, որտեղ մենք ասում ենք, մենք պահանջում ենք թաղապետի հրաժարականը։
այլ ընդհակառակը դա այնպիսի բան է, որը քննարկման նույնիսկ ենթակա չի եւ իրանք իրենց այսպես ասած ճակերտավոր քաղաքակիրթ իրանք որոշումը պետքա կայացնեն, որը իրանք չկայացեցին եւ ամբողջ հանրությունը տեսնում է իրանք իրական դեմքը, այսինքն որ իրանք շանտաժի միջոցով աթոռի ամեն գնով պահում են, այսինքն դա էլ նույնպես անհերքելի է, որովհետեւ Թաղապետի հրապարակումը հենց ակնհայտ շանտաժի մասին է եւ Տիգրան Ավինյանի անդրադարձը հենց դրան էր վերաբերում, անկեղծ ասած ես իհարկե չէի կասկածում, որ նրան աշխատանքից չեն հեռացնում, որովհետեւ այս իշխանությունը այդ ամենը բնորոշ է։ Իմ 3 տարվա հանրային գործունեության ընթացքում ես եղել եմ Նիկոլի պրոյեկտ, եղել եմ ադրբեջանական շպիոն, եղել եմ գործակալ, եղել եմ բոլոր ընդդիմադիր դաշտի պրոյեկտը եւ իրանց մարդը, բայց ոչ մի փաստահեն փաստ չի եղել։ Իսկ ինչը վերաբերում է ֆինանսավորման, ինչ անը, այսօր ես ոնց հասկանում եմ, ով ընդդիմադիր հայացքներ ունի, ինքը կամ երկրի դավաճանա, կամ նախկինների հետ կապած է, կամ ռուսի շպիոնը, ֆինանսավորումը։ Այսինքն այսօր ով Նիկոլին չի աջակցում, ուրեմն այդ կարգավիճակում է գործունեություն իրականացնելու գործունեությունը ես 3 տարվա իրականացրել եմ իմ անձնական ֆինանսական միջոցներով, այսինքն դա ոչ որևիցե ծախսեր չի ենթադրում, այսինքն հեռախոսա, որը արժի մոտ 200,000 դրամ, նկարել եմ եւ իմ հեռախոսով մոնտաժ եմ արել, հրապարակել եմ, այսինքն որևիցե ծառայություն, որևիցե մեկին չեմ վճարել, որ այդ աշխատանքները իրականացնեն, իմ միջոցներով եմ իրականացրել։ Այդ թվում շատ իմ նկատմամբ քրեական գործեր են հարուցել, որը իմ շահերը պաշտպանելու համար ես փաստաբանական ծառայության ծախսերը իմ ֆինանսական միջոցներով եմ հոգացել, սակայն այս վերջի միջադեպից հետո սենց մեծ ֆինանսական բեռ ինձ վրա եկել առաջացել, որի արդիվ ես արդեն իմ շահերը պաշտպանելու համար ես պատրաստվում եմ դրա համահավաք իրականացնել եւ ժողովրդին խնդրել ինձ աջակցել, որ այս ապօրինության, այս անարդարության դեմ ինձ ֆինանսապես աջակցեն, որ ես կարողանամ այդ ֆինանսական մեծ բեռը լուծեմ։ Անկեղծ ասած մեծ ակնկալիքներ չունեմ այս իշխանության օրը, որ այս ամենի համար որևիցե մեկը օրենքի տառի համաձայն պատասխանատվություն կկրի, որովհետև եկեք հիշենք 2023 թվականի իմ տան շքամուտքի մոտ գիշերով կատարած մահափորձի դեպքը, երբ որ ես վնասազերծել էի այդ մարդուն, հանձնել էի ոստիկանությանը եւ չեն ձերբակալել, այսինքն ազատ էին արձակել եւ միջ օրս ում անձը հայտնի է ով է եկել դանակով ինձ վրա մահափորձ կատարել, պատասխանատվություն չի կրել, 2 տարի անցել է։ Գործը դեռ շարունակվում է, Գործը դատարանում է, բայց նիստերը չեն կայանում, ձգձգվում են եւ այլն, այսինքն ակնհայտ ծածկադմփոց է տեղի ունենում, բնական է այս դեպքով էլ էլի պիտի իրանք ծածկադմփոց անեն, մանավանդ այն դեպքում, երբ որ իրանք շանտաժի են ենթարկել քաղաքային իշխանության, այսինքն ուղիղ տեքստով։ Ըստ իմ կարծիքո անկեղծ ասեմ, ոչ թե պետքա հրահանգի, այլ պետքա պաշտոնից հեռացնի, որովհետև բավականին երկարատև ժամանակ ա եղել, որ Տիգրան Տեր-Մարգարյանը քաղաքակիրթ պաշտոնյային վայել կամ իրենց ասած Եվրոպա մեծ գնացող դեպի արժեքներ որդեգրող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինքը արդեն ինքնին պետքա իր դիմումին համաձայն պաշտոնից հեռանալ, բայց եթե երկար ժամանակվա ընթացքում նա նման որոշում չի կայացնում, ըստ ինձ Տիգրան Ավինյանը ուներ մեկ որոշում, պետք է աշխատանքից հեռացնել, բայց նորից եմ կրկնում, չեն հեռացել, որովհետև շանտաժ են արել, որովհետև այս իշխանությունը ժողովուրդ ջան, աթոռը պահելու համար պատրաստ են ամեն ինչ, ակնհայտ է։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք կոռուպցիայի մանկապարտեզից, իրանք ասում են ակտերը չենք ստորագրել, անցել է 10 օր երևի, մի հատ այս շենքը մտեք ասեք այդ ակտերն ուր է, մտ հրապարակեք։ Պաշտոնապես դիմել են որ տան, առ այսօր չեն տվել, որ ապացուցեմ։ Ես համոզմունք ունեմ, որ իրենք
200 միլիոն ու ավել երևի ստորագրել են դրա տակ օրինակի համար։ Հենց կոռուպցիայից սկսում ես, իրանք սկսում են ընկնել հիստերիայի մեջ ու ուղղությունը շեղել։ Երբ որ մենք սկսեցինք խոսել կոռուպցիայից, մանկապարտեզի խնդրից, Լիլիան Արմի խնդրից, իրանք այս ամբողջ պատմությունը սարքեցին Հանրապետություն կուսակցության հետ։ Երեք երկու падգամավոր հարցնում են մեր վերաբերյալ հստակ։ Ասում են ինչ ա եղել մանկապարտեզը կոռուպցիան ու դու մենք տեսանք ինչ մի հատ մեծ հիստերիա աղմուկ բարձրացավ, այսինքն բոլորը մոռացան, որ այս ամբողջը գալիս է կոռուպցիայից, հենց կոռուպցիան խոսում ես, ի ցույց ես դնում այդ թալան ամեն ինչը, իրանք սկսում են հակառակն անել։ Նիկոլ Փաշինյանի ելույթը խնդրում եմ դրեք միջև վերջ լսեք 3 անգամ ինքը հակասում է ինքը իրեն, ասում է տեղյակ չեմ, հետո ասում է չէ, քննարկումը եղել է, այստեղ եղել է իրար հետ։ Հետո ասում է չէ, իրանք իրար հետ արել են, իրանք են որոշել ինչ պետք լինի, ոնց պետք լինի, հասկանում եք, ու արդեն այստեղ ակնհայտ է դառնում, որ Հանրապետություն կուսակցություն, կեղծ ժողովրդավարները եւ ԿՊ-ն մի մանմին, մի հոգի են իրանք ու վերջ։ Այդ ուղղակի Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որ դուք ասում եք, դա տենց է։ Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիայից, իրանք ամբողջությամբ ուղղությունը շեղում են լրիվ ուրիշ ուղղությամբ, հասկանում եք։